Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ, մի քանի հարցեր ունեմ, պարոն Ավինյան ձեզ։ Առաջին հարցս վերաբերվում է կարմիր գծերին։ Տեսեք, տասնապատիկ թանկացավ կարմիր գծերի գինը, բայց օրինակ ես, որ վճարում եմ, էլի նույն խնդրին բախվում եմ, տեղ չի լինում կանգնելու։ Կարծեմ հիմնավորում այն էր, որ խցանումների հետ կապված, բայց այդ խնդիրը չի լուծում եւ այն մարդիկ իմ նման հազարավոր մարդիկ այդ գումարը վճարում են, էլի կանգնելու տեղ չկա։ Այս առումով կցանկանամ ձեր գնահատականը լսել։ Հաջորդ հարցս ես անցած տարի էլ այդ խնդիրը բարձրացրեցի թափառող կենդանիների վերաբերյալ կացարանների հետ կապված, այս ուղղությամբ ինչ աշխատանք են տարվում, որովհետև հարյուրավոր նամակներ եմ ստանում, որ այս խնդիրը չի լուծվում եւ այս առումով շոշափելի արդյունքներ կարծեք թե չեն գրանցվում, որովհետև դեպքերը շատանում են։ Իմ երրորդ հարցը ձեր հարցի շարունակությունն է, մենք էլ որ հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, կոյուղագծերի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կա, վերջերս ես նաև Էրեբունի օդակայանի հարակից թաղամասում էի եւ էլի այդ խնդիրը կար, բավականին լուրջ մաշվածություն կա, ես գիտեմ, որ տարիների ընթացքում այդ խնդիրները կուտակվել, դեռևս խորհրդային ժամանակահատվածից այդ կոյուղագծերը չեն փոխվել, բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ ես կարծում եմ, որ այս առումով կառավարությունը պետք է գումարներ հատկացվի, որովհետեւ այդ մարդիկի վիճակի չեն այդ խնդիրները լուծել, բյուջեն էլ քիչ է հասկանալի, Երևան քաղաքի բոլոր հարցերը չեն կարող այդ գումարի մեջ տեղավորվել, հասկանալի է այդ ամեն ինչը, բայց մենք պետք է այդ մարդկանց լուծումներ առաջարկենք, թե ոնց ենք, որովհետև այդ վթարներից հետո բավականին լուրջ խնդիրներ է առաջանում, հիգիենայի հետ կապված տարբեր խնդիր, չեմ ուզում երկար սրա մասին պարզաբանեմ ասեմ եւ օգտվելով առիթից եւ երրորդ հարցս եմ ուզում տալ, որովհետև այդ հարցերը կարեւոր են, բարձրացնում են, ես էլ դի այս առումով նաեւ բարձրացնեմ այս խնդիրը եւ ձեր պատասխաններն ակնկալեմ Նուբարաշենի աղբավայրի հետ կապված Քիչ առաջ ես ՏԿ նախարարին այդ հարցը տվեցի, գիտեմ, որ պլանում կա նախատեսված է, որ վերամշակման, բայց կոնկրետ հստակ ժամանակացույց կա, թե երբ է դա լինելու, եւ արդյոք այս հարցն նորից էլի ուզում եմ ուղղել, որովհետեւ ՏԿ նախարարին դա այդ վերամշակման նախատեսված աղբի վերամշակման գործարան որ կլինի հրդեհների հետ կապված կամ այդ հոտի այդ ամեն ինչի մեր քաղաքացիները դժում այդ խնդիրները ի վերջո լուծվելու է թե ժամանակին նաև ինձ փորձագետները փոխանցեցին որ կար այդ գազի հետ կապված այդ ճապոնական ինչ որ կայաններ 7 հեկտարի վրա եղել եւ չգիտեմ այդ դրա արդյունավետության հետ կապված շնորհակալ եմ նախարարդառնամ կոյուղիների հարցին Ուզում եմ արձանագրել, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Երևանի քաղաքապետարան մասնավորապես կոյուղների հիմնանորոգման վերանորոգման համար այո գումար հատկացրել է եւ մենք ահռելի ծավալի աշխատանք ենք իրականացրել նախկինում Երևանի քաղաքապետարանը ինքն էր այս ֆինանսական միջոցները հատկացնում, բայց գործընկերները քննարկումների արդյունքում համաձայնել են որոշ չափով գումար հատկացնել եւ իրականում այս process-ը շարունակական է Ինչ վերաբերում է կարմիր գծերին, պարոն Դանելյան, տեսեք, երբ որ մենք փոխում ենք կարմիր գծերի հետ կապված որևէ կարգավորում, լինի ֆինանսական կամ որևէ, մենք պետք է հասկանանք, որ այդ process-ին զուգահեռ նաև տեղի է ունենում Երևան քաղաքում ավտոների քանակի աճ, այսինքն ամեն տարի այդ ավտոների քանակը ավելանում է։ Վերջին միայն 1 տարում ասեցի 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել Երևան քաղաքում եւ շարունակաբար աճում է։ Մենք որպեսզի նախ առաջինը պետք է անդրադառնանք ավտոմեքենաների այդ ծավալին, այսինքն այդ մտնող ծավալին, որովհետև դե հիմա ասում է բան են տենց այդ մատերիալից չենք էլի որ կարողանանք տենց այդքան տեղավորվել, բայց դրա համար պետք է որոշակի սահմանափակող կարգավորումներ ունենանք բայց կոնկրետ ձեր հարցին ինչպես անենք որ իմանանք արդյոք ես որ գնամ այս հատվածում կարմիր գիծ կգտնեմ թե ոչ հիմա հավելված ենք մենք մշակում էլեկտրոնային հավելված է որով որ դուք կարողանալու եք տեսնել այս տեղում օրինակ 2-3 տեղ կա պոտենցիալ ասենք մինչև հասնեք 2-3
րոպե հետո, թե չկա։ Այսինքն այդ ինֆորմացիան մենք արդեն իսկ քարտեզագրում ենք եւ հավելվածով էլեկտրոնային հեռախոսային հավելվածով դուք տեսնելու եք այս հատվածում կա թե չկա։ Ինչ վերաբերում է շների կացարաններին, ամենամեծ կացարանի մրցույթը, շինարարության մրցույթը արդեն իսկ կամ ընթացքի մեջ է կամ նույնիսկ կայացել է, ունենք ֆինանսական միջոցներ, որ այս կացարանը պետք է կառուցենք, շատ երկար փորձաքննություններ անցանք, որովհետև երևի առաջին մեծ կացարանն էր, բայց անցանք վերջնականապես եւ մրցույթի փուլում ենք արդեն շինարարության կացարանի Այս տարի վստահորեն կարող ենք ունենալ պայմանագիրը, չեմ կարծում կհասցնենք ամբողջությամբ ավարտել, բայց հաջորդ տարի հաստատ կավարտենք, էլի շատ բարդ աշխատանք չի։ Աղբավայրի խնդիրը պարոն Դանելյան, որպեսզի հասկանանք, 75 տարվա խնդիր է։ 75 տարվա։ Այսինքն մենք իհարկե, այո, ոնց ֆիքսում ենք, որ դա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է, եւ 75 տարվա խնդիրը, այո, մի տարում չի լուծվելու, բայց մենք ունենք երկու զուգահեռ Պրոցես համար 1։ Մենք իրականացնում ենք մասնավոր գործընկերների ստացված հայտերով մրցույթ, որը տեղի ունենալու երկու փուլով։ Շուտով առաջին փուլի մասին հայտարարելու ենք։ Այս պահին ոնց որ թե 4 խոշոր ընկերություն հետաքրքրված են նվազագույնը։ Առաջին փուլով ընկերությունները տալու են կոնցեպտուալ, թե ինչ են առաջարկում որպես լուծում, օրինակի համար նոր վերամշակման կայարանը իրենք ինչպես են պատկերացնում։ Երևանի քաղաքապետարանը զտելու է այդ առաջարկվող լուծումներից իր համար ընդունելի տարբերակը եւ դնելու է արդեն երկրորդ փուլի։ Սա process-ներից մեկն է, այսինքն այդտեղ պոտենցիալ կարող ունենանք հաղթող, բայց որpիսի հանկարծ մի հնարավորությամբ չսահմանափակվենք, մենք պարոն Խուդացյանենց հետ եւ պարոն Խուդացյանենց առաջնորդությամբ գնում ենք նաեւ մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ խնդրի լուծման ճանապարհով, ովքեր ունեն լուծման Հայաստանի Հանրապետության համար ընդհանուր պատկերով առաջարկություն, ուղղակի այդտեղ մեր միակ մտավախությունը եւ վստահ եմ պարոն Խուդացյանենց միակ մտավախությունը ժամանակայինն է, այսինքն թե ինչքան էֆեկտիվ ժամանակի մեջ մենք կկարողանանք այդ երկրորդ ճանապարհով գնալ։ Հիմա այս երկու ճանապարհներից մի օր երբ որ նստենք իրար հետ քննարկելու, արդեն կորոշենք, էլի որ ճանապարհով ավելի էֆեկտիվ գնալը եւ գնալու ենք այն ճանապարհով, որը մեզ տալու է լավագույն լուծումները ամենասեղմ ժամկետներում, որովհետեւ այս հրդեհների եւ մնացածի վտանգները իրականում ավելացել են։ Արձագանքում եք պարոն Դանելյան։ Այո։ Եվս երկու հարց ունեմ, այլի առաջինը վերաբերվում է ուրեմն նկուղներին, այսինքն նապաստարաններին, քաղաքապետարանը այս ընթացքում աշխատանքներ տարվել է, որովհետև սա անվտանգային բավականին լուրջ նշանակություն ունի եւ ես բազմաթիվ անգամ այդ խնդիրները բարձրաձայնել եմ եւ ուզում եմ կոնկրետ թվերով իմանալ արդյոք այդ ուղղությամբ աշխատանք արվում է թե ոչ եւ երկրորդ հարցս էլ վերաբերվում է նույն էլի այդ խցանումներին, բայց հարցս հետեւյալն է. Էստակադաններ, նոր որոշակի ճանապարհներ նախատեսվում է թե ոչ, օրինակ նորքից իջնող, եթե չեմ սխալվում, ժամանակին ինչ որ տենց մի պրոյեկտ ես լսել էի, որ որոշակի քննարկման փուլում է, չգիտեմ ճիշտ եմ հիշում թե չէ, այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են թե ոչ, որովհետև մենք պետք է ես հասկանում եմ, որ մեքենաների թիվը ավելանում է եւ այլ, բայց լուծումներն էլ պետք է գտնվի։ Շնորհակալ եմ պարոն Դանելյան։ Իրականում մենք ունեցել ենք մի քանի նախագիծ, օրինակ Կրկեսի մոտի էստակադայի եւ անցման Հայրենիք կինոթատրոնի մոտի անցման եւ էստակադայի նախագծեր, որոնցից կտրականապես հրաժարվել ենք մի պարզ պատճառով, որ կարևորագույն քաղաքի համար հանգույցներում 3-4 տարով մենք իրականացնելու ենք շինարարական աշխատանքներ եւ երբ որ նայում ենք պոտենցիալ արդյունքները, թե ինչ կստանանք դրա վերջում, մոտավորապես ստանալու ենք նույն իրավիճակը, ինչ որ հիմա ունենք, որովհետեւ ավտոմեքենաների քանակը ավելանալու էր։ Այսինքն ու նաեւ հաշվի առնենք, որ այդ
կարևոր հանգույցները քաղաքային միջավայրի կարևոր հատված են։ Այդ էստակադաներով մենք ամբողջական այդ քաղաքային միջավայրը դարձնում ենք տենց մոտավորապես մայրուղիային միջավայր։ Օրինակ բարեկամության հանգույցի էստակադան, այո, շատ օգնում է ավտոտրանսպորտի տեսանկյունից, բայց ամբողջ այդ մարդկային եւ հետիոտնային միջավայրը կարելի ասել այդտեղ քիչը աղավաղվել է, եթե թույլ տաք այդ գնահատականը տամ, բայց օրինակի համար մենք ունենք Իսակով Արշակունյաց միացնող ճանապարհը, որի մրցույթը կայացել է, նաև շինարարության մրցույթն է կայացել, մեր ցիկը իրականացնում է այդտեղ փոխհատուցումներն է տալիս, մի քանի հատ դատական գործ ունենք, բայց բավականին արագ է process-ը առաջ գնում, եւ մենք ամենայն հավանականությամբ նույնիսկ տենց եթե չասեմ այս տարի, հաջորդ տարեսկզբին ինտենսիվ շինարարական աշխատանք ենք տեսնելու Իսակովը Արշակունյաց ճանապարհին միացնող, այսինքն բոլոր այն հատվածներում, որտեղ կա այդ հնարավորությունը, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Բոլոր այն հատվածներում, որտեղ արդյունքը լինելու է շատ անորոշ, մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից։ Ապաստարանների մասով է, պարոն Դանելյան։ Գյուրջանը, պարոն Դանելյան, Գյուրջանի ճանապարհը նախագիծը արդեն վերջնականացման փուլում է եւ հաջորդիվ, որպեսզի հասկանանք, նոր-նորքից մենք նոր մարաշով իջնելու ենք ուղիղ, հասնենք Միասնիկյան պողոտա, հաջորդ փուլով էստակադայի խնդիրը պետք է լուծենք ավելի ներքև Գազանանոցի հատվածից ավելի ներքև էստակադան լինելու է բան չհասած են մեր Սարալանջի կամուրջ չհասած հատվածում, այդ հատվածում է լինելու, բայց առաջին փուլով գնում ենք դեռ ճանապարհի կառուցման ճանապարհով։ Ապաստարանների հարցը 2022 թվականի վերջին մենք քաղաքով մեկ ամբողջ քաղաքով մեկ իրականացրել ենք գույքագրում մեր եղած ապաստարանների, որոնք որ նորմատիվով կարող են որպես ապաստարան ծառայել, բոլոր դրանք մաքրել ենք, բոլոր նրանք, որոնք որ նկուղ են, բայց ապաստարան չեն կարող ծառայել, այդ շենքերի բնակչությանը տեղեկացվում է, թե իրենց ապաստարանը մոտակա որն է, որը լինում է դպրոցը, մանկապարտեզը կամ համապատասխան մեկ այլ վայր, որը որ ունի այդ նորմատիվային հնարավորությունը։